Շացել ենք, է։ Չէ։ Ստացվում է, որ մեր երկրում անարդարության, սովի պատճառը դատավորներն են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջի շրջանում կառավարության նիստի հարցը պատասխանից հետո ասում է երրագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում։ Դատական համակարգը կաշառակեր դատավորները բոլորը բռնվելու են եւ նստելու են։ Ասում է դիակը ընկած ուզում եմ հայտարարություններ ստակ, ասում դիակը կողքը բռնում ես, հասնում են դատարան, արդարանում են։ Հիմա ստացվում է, որ մեր երկրում անարդարության եւ սովի պատճառը դատավորներն են։ Եվ բանից եւ ինչպես պետք է վերանայեք ձեր աշխատանքը, պարոն Հովհաննիսյան։ Մենք աշխատում ենք բնականon ձևով, դրանք քաղաքական հայտարարություններ են, հասարակները։ Բայց վարչապետն ասում է ձեզ հաշիվ տվեք, ոնց եք, ինչով եք զբաղված։ Վարչապետը պարոն Հովհաննիսյանը ինչպես պետք է իրան հաշիվ տա, որ օրինակ դառնա իշխանություն Նիկոլ Փաշինյանի ստատուտի դատավոր։ Մեր պաշտոնատար բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտահայտությունները չեմ մեկնաբանում որևէ կերպ, ես դրա հասարակները չեմ։ Ուրիշ եթե համակարգին վերաբերող հարցեր կան, խնդրեմ։ Երբ որ լսում եք դատական համակարգի ներկայացուցիչ, ինչպես եք դա անցալում։ Երկրի առաջի դեմքը դատավորներին դատական համակարգը հեղինակազրկում է։ Ինչ որ ինչ ձևով որ ընկալում ենք, դրան ըստ դրա մենք ոչ մի բան անլուրջ չենք ընդունում։ Ինչ որ լսում ենք, մենք մեր մեջ հետևություններ ենք անում, հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ նման ամեն հարցի ամեն ինչ։ Ասում եք որպես քաղաքական գործիչ հայտարարություն անում։ Բայց դատական համակարգի։ Կարծես թե այնուամենայնիվ հետևելու են քրեական գործեր, դատական համակարգի մաքրում, մտավախություններ ունեք, որ երկրի առաջի դեմքը կանգնում ու ասում եք կոռումպացված դատական համակարգ։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, քաղաքական գործիչները իրենց դիտարկումներով իրենց գնահատականները կարող են տալ։ Մնացածը մենք մեր լիազորությունների շրջանակում դրան կանրադառնանք, երբ որ հասնի մեզ հարցը։ Ես չեմ ուզում որևէ մեկնաբանեմ այդ ձևով։ Կոռումպացված համակարգի ներկայացուցիչ։ Լավ, եկեք բանի մեջ չմտնենք, ուրիշ Դուք կարծում եք դատական համակարգում բարևարկության խնդրի ինչ-որ խնդիր կա։ Միշտ էլ կա դատական համակարգում բարևարկության խնդիր։ Միշտ փոփոխությունների, այո, մաքրվելու, ինքնամաքրվելու միշտ էլ հարցեր կան։ Դա այդքան դատավոր։ Դա process է, որ միշտ ընթացիկ պիտի գնա։ Վեթինգ էր անում իշխանությունը։ Եղավ է վեթինգը, պարոն Հովհաննիսյան։ Իշխանություններին հարցրեք։ Ոչ ճկվող դատավորներին կարծես թե հրացան։ Դե հիմա ես դրա հասարակները չեմ։ Լավ, հիմա դուք քննում եք ֆայթինգ գործեր եկեղեցու դատական համակարգի։ Հիմա որ դուք լսում եք եկեղեցու դեմից արշավը տեսնում եք, ինչպես կարող եք, կամ աշխան դա կայացնել։ Կկայացնենք, կտեսնենք։